Կարելի է։ Կարելի է։ Ոնց եք զգում։ Ապրիլի 1-ից, ինչպես բոլոր կենսաթոշակառուները, Երևանի 92-ամյա բնակիչ Էմմայի Սահակյանը ևս կենսաթոշական կանխիկ կստանա։ Նրա բանկային քարտն արդեն պատրաստ է, որն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անձամբ փոխանցեց, ներկայացնելով անկանխիկ գործարքների առավելությունները։ Քանի որ ունենք քաղաքացիներ, որոնք որ չեն կարողանալ գնալ բանկ վերցնել, մենք որոշեցինք որոշ քաղաքացիներին մենք առաքենք մոտ 10,000-ից ավել քաղաքացիներ ու առիթը օգտագործելով որոշեցի մի քանիսը ես բերեմ։ Քովիդից հետո Էմմայի Սահակյանը ոտքերի խնդիր ունի, դժվարությամբ է տեղաշարժվում։ Սովորել է Մոսկվայում, 27 տարի աշխատել թեթև արդյունաբերության նախարարությունում, այդտեղից էլ անցել թոշակի։ Թոշակը 48,000 դրամ է։ Երբեք քարտով գործարք չի իրականացրել։ Թոշակը բերել է փոստատարը, առևտուրն արել է կանխիկ։ Հիմա կստանաք 58,000 եւ ապրիլի 1-ից եւ նաեւ կկարողանաք մինչեւ 10,000 դրամ էլ, եթե անկանխիկ առևտուր անեք, այսինքն մինչեւ 68,000 դրամ կավելանա ձեր թոշակը։ Իսկ միջալուց դեմ էի այդ որ գնան այդ քարտը հանելու բանը։ Դրա համար մենք ասում էի այդ քաշքշուկը չեմ ուզում։ Դրա ոտքերից համար։ Քաշքշուկի համար չգնացի ու քանի ամիս ես տուժվեցի փաստորեն։ Հիմա էլ չեք տուժվի։ Մենք ձեզ շնորհակալություն, շատ գոհ եմ։ Քարտը բերել ենք, այդ ավելացումն էլ ապրիլի 1-ից կլինի, արդեն եթե հեռախոս կցված լինի քարտին, նույնիսկ հենց փոխանցվի, միանգամից կստանաք մի կարևոր բան էլ ասեմ։ Երևանի կենտրոնում իհարկե այդ հեշտ է, բայց մենք քաղաքացիներ ունենք, որ կանխիկը մի քանի օր հետո են ստանում, որտեղ փոստատարն էր բերում եւ մի քանի օր տևում էր։ Հիմա արդեն հենց առաջի օրը աշխատանքային միանգամից կնստի։ Էմմայի Սահակյանն ասաց, գումարը հիմնականում սննդի համար է ծախսում։ Առևտրի հարցում նաև հարևան տիկին Անահիտն է օգնում։ Քարտից օգտվելիս եւս կողքին կլինի։ Մի հատ երեխա կա, այս կողքն է ապրում, դպրոցում է սովորում ինքը։ Ամեն 5 շաբթի օր TV ալիքը որ հենց կար, մեկը կգա։ Հիմա տատի բերել եմ թերթը։ Նախարար Թորոսյանը հյուրընկալվեց նաև Երևանի բնակիչներից Վալենտինա Գաբրիելյանի տանը, անձամբ փոխանցելով նաև նրա բանկային քարտն ու պայմանագիրը։ Արդեն 1-2 օր է սկսել են առաքումները, 5 բանկեր համագործակցում են մեր հետ եւ Երևանում եւ Հայաստանի բոլոր մարզերում ու ամեն ինչ անում ենք, որ մինչեւ ապրիլի 1-ը հասցնենք բոլոր առաքումները եւ այսօր էլ երկու մեր տարեց ավագ սերնդի ներկայացուցիչների, երկու մեր տատիկների ես ինքս առաքեցի ըստ էության քարտերը, նույնը անում են մեր միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, երբեմն անձամբ, երբեմն բանկի աշխատակիցների հետ միասին։ 76-ամյա կինը առողջական խնդիրներ ունի, կաթվածից հետո դժվարությամբ է քայլում, խոսում, ակնաբուժի բուժքույր է եղել, ապա զբաղվել ակտիվ բիզնեսով։ Մեր պատմական Վալենտինան է, շատ ոգևորված է այդ ամեն ինչով եւ քեշբեքով եւ նրանով, որ ավելանում է։ 667,000 քաղաքացիներ արդեն կօգտվեն անկանխիկից, մոտ 10 օր ժամանակ է մնացել 10,000 քաղաքացի, որոնց քարտերը առաքվում են այս օրերին։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։